Վերջին զանգ հեռուստասերիալում նորից հուզիչ ու լարված զարգացումներ են։ Հավաքի վիճակի վատթարանալուց հետո նրան վիրահատում են։ Կորմարկիչը վիրահատարանից դուրս գալով տեղեկացնում է Վիկտորիային ու Անգելինային, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, բայց հիմա կարևոր է, որ հետվիրահատական շրջանը հանգիստ ու առանց նյարդային ցնցումների լինի։ Մայր ու դուստր արցունքներն աչքերում աղոթում են, որ ամեն բան լավ լինի։ Քիչ անց Գորն ու Անգելինան մնում են երկուսով։ Գորը բժշկի ազնվությամբ ասում է այն, ինչ մտքում պահել էր արդեն երկար ժամանակ։ Քո եւ այդ տղայի Հենրիի հարաբերությունները լուրջ վնասում են քո հոր առողջությանը։ Անգելինան ցավով պատասխանում է, որ ես արդեն ընտրություն եմ արել, ընտրել եմ ընտանիքս ու հրաժարվել Հենրիից։ Վիրահատությունից հետո նա մտնում է հոր հիվանդասենյակ, նստում է անկողնու կողքին ու ցավով ասում. «Պապ, հանուն քո առողջության ես զոհաբերել եմ իմ երջանկությունը։ Մեր միջև այլևս ոչինչ չկա»։ Այս ընթացքում Հալալը գնում է հանդիպման Բագրատի հետ, նա հուսահատ է, պատրաստ է ամեն ինչ անել, միայն թե հաշտվի Հենրիի հետ, բայց Բագրատը զարմացած է Հալալի պահվածքից։ Նա հիշեցնում է, որ լավ գումար էր տալիս նրան առաջադրանքներ իրականացնելու համար։ Արդյոք նա այդքան գումարի կարիք է ունեցել, որ համաձայնել է Հենդոյի ու Միքոյի առաջարկին։ Բագրատն էլ չի թաքցնում, որ հիմա ինքն էլ է խառնված, չհասկանալով, թե ինչպես պետք է օգնի նրան դուրս գալ այս պատմությունից։ Հյուրանոցում էլ ճակատագրական հանդիպում է տեղի ունենում։ Հենրին պատահաբար հանդիպում է Ֆրիդային, իր կենսաբանական մորը։ Ֆրիդան նրան տեսնելուն պես հուզվում է, բայց Հենրին նրան պարզ է, չի ճանաչում։ Մորքուր ջան, լավ ես, ինչ է պատահել։ Ֆրիդան հուզվում է, տեսնելով Հենրիին, սկսում է լացել։ Այդ պահին էլ Միքոն ու Հենդոն ծանր սրույցի մեջ են։ Հենդոն ասում է, որ այդ կինը չպետք է մոտենա Հենրիին։ Հենրին միայն մեկ մայր ունի ու դա Աննան է։ Հենդոն ասում է, որ եթե Ֆրիդան համարձակվի մոտենալ Հենրիին, ապա կտեսնի, թե ինչերի է ինքը ընդունակ, բայց այս խոսակցությունը պատահաբար լսում է Ֆայնան։ Նա կանգնած միջանցքում քարանում է։ Նրան սարսափեցնում է պապիկի կոշտ կերպարը, իսկ երբ հասկանում է, թե ինչ լուրջ բաներ են թաքնված այս ընտանիքում, արցունքները լցվում են աչքերը։ Ֆայնան հասկանում է, որ Աննան Հենրիի մայրը չէ։ Իսկ Հենրին այս ամենից անտեղյակ լինելով ապրում է Անգելինայից հրաժարվելու ցավով։ Նա կարծում է, թե ամեն ինչ վերջացած է, բայց դեռ չգիտի, որ ճակատագիրը նորից ինչ-որ բան է պատրաստում։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Ֆայնան, իմանալով այս կարևոր գաղտնիքը, արդյոք կխոսի Հենրիի հետ ու կասի նրան այդ մասին։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օդ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների 10%, Սա գնացին։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ կիմանաք ու որտեղ այդուլ։ Որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետան դեպի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա, դու լավ նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չեն, նման չենք իրար, կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար, օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց քռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք, իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռադատված է հարցերին նայում, այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգովամ էլի,
Հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց Սեմին նման, բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր Հենրիին։ Ասենք ես այստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք այն ես Ես գոնե պատվոտ կատարած չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ բարձր անգամ տրամադրությամբ Ես գոնե միշտ աղջուկերեք հարեք չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում է։ Ես գոնե տեքստ անցնելուց վաշտարկում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ ալնկարում, բայց տեքստը մեկ աղջիկ գիտեք, անգին 10 անգամ անցնում եք։ Ինչ պետք է ես լասեմ, ու ինքնելից հակառակն եմ կարում։ Սարան ներկա չէ, որ ձեռքիցս տանում է։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորաբար իմիտացիան անում, թե յոս են ինձ բրված։ Վերջ։ Թե չէ, թե ունես է։ Տեսակասի կրոշ ջան, մաքսված է, ինչ ես նորից առանց մեյքա։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում, և այդ պատճառով ես հիմա ոչ մի մաքրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որտեղ ես ուղի մեյքա ունեմ։ Նենց որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվում։ Սեմ, Աշոտը վերջապես որոշեց 7 տարի անց սեքրել Սեմ։ Այդը, դուք նայք վերջին ձարը, գրեք տեսնեմ ինչ կարծիք ունեք եք տարի Սեմի մասին։ Մենակ առանց այդ տրիկոն հաղթել։ Չնայած